Հյուրընկալության իր գաղտնիքներն ունի Լիլիթը, որն արդեն 8 տարի Եղեգնաձորում ընկուզենու տակ ընդունում, համեղ հյուրասիրում ու ճանապարհում է հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հիմա իմ ձեռքում է մեր պատրաստած գինին, կարմիր գինի, սա կիսակաղցր գինի է, պատրաստված է մուսկատ տեսակի խաղողից։ Մենք նաև պատրաստում ենք սպիտակ ոսկե հատ խաղողի տեսակից գինի։ Գինիները մեր մշակույթի մասն են կազմում ու մեզ համար շատ կարևոր է ներկայացնել նաև դա։ Ընկուզենու տակ են գալիս աշխարհի տարբեր վայրերից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Ռուսաստանից։ Այստեղ զբոսաշրջիկներին ներկայացնում են վայրձորյա ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր ու ներկայացնում հայկական խոհանոցը, հյուրասիրում իրենց պատրաստած օղիներն ու գինիները։ Մասուրի օղին է, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Հյուրատան հիմնադրումից ի վեր Լիլիթի գործընկերը Ագբա բանկն է, երբ նոր էր սկսում գործը, մասնակցեց բանկի կազմակերպած սկսնակ ձեռներեցների համար բիզնես դասընթացներին։ Թեման ինչպես զարգացնել բիզնեսը, որոշումներ կայացնել, դառնալ գրավիչ զբոսաշրջիկների համար։ Դասընթացը մոտիվացիան էր աշխատակիցների թիմի հետ, բավականին մեծ ազդեցություն է ունեցել հենց այդ շրջանում, լինելով սկսնակ, անփորձ կարելի ասել, բավականին մեծ դրական ազդեցություն է ունեցել։ Ընկուզենու տակ հյուրատունը նաև Ագբա ֆեդերացիայի եւ ՆԱԲՈՒ Հայաստանի գյուղական туриզմի ծրագրի շահառուներից է, որոնց աջակցությամբ էլ կարողացել է նոր շունչ հաղորդել գաստրոբակին։ Սա մեր փակ սրահն է, որը վերակառուցել ենք, վերանորոգել ենք հենց Ագբա ֆեդերացիայի ՆԱԲՈՒ-ի ծրագրի շրջանակներում։ Տարիներ առաջ, երբ որ մեր ընտանիքի համար սարքեցինք որպես նստելու տեղ, հետո դա սկսեց ծառայել որպես բիզնես, հյուրընկալության վայր։ Այստեղ մեր հյուրերին մեծամասամբ հյուրընկալում ենք ձմռանը, ցուրտ եղանակին, կամ երբ որ անձրև է, քամի է, ծառայում է այդ ժամանակաշրջանում։ Փակ սրահում մենք կարողանում ենք ընդունել 20-ից 30 անձ։ Մեր համտեսներն ենք կազմակերպում, մատուցում ենք նախաճաշերը մեր հյուրատան հյուրերի համար։ Լիլիթը գիտի, որ բիզնեսում դժվարությունները իրենց հետ բերում են նոր դասեր, որոնք տալիս են փորձառություն եւ օգնում ավելի մեծ եռանդով շարունակել ընտանեկան գործը։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ եւ կան փուլեր, երբ ոչինչ չի ստացվում։ Բայց պետք է չհուսահատվել եւ անդադ փորձել, առաջ գնալ։ Լիլիթի նպատակները մեծ են, ցանկանում են լայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների ընդունել իրենց հյուրընկալ անկյունում։